Տեր Արամ, մի քիչ առաջ մենք տեսանք կաթողիկոսի կարգադրության վերաբերյալ հաղորդագրությունը եւ եկանք դուք մկրտության արարողություն էիք անում, դա նշանակում է, որ չեք ընդունում, ճիշտ հասկացանք։ Եթե չեմ սխալվում, կարգապահական հանձնախումբն է հաստատում կարգալուծությունը, որից հետո ներկայացնում է Ամենայն Հայոց կաթողիկոսին, իսկ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարծես վավերացնում է այդ ամենը։ Նշված է Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։ Տնօրինությամբ, շատ լավ, իսկ եթե կարգապահական հանձնախումբ է, մոտավորապես պատկերացնեմ, որ դատարանի դեր է ստանձնում, իսկ որևէ մեկ դատարանում զարմանում եմ, ինչու է դատ ընթանում, եթե հայցվոր կամ պատասխանող կողմերից մեկը այնտեղ ներկա չէ։ Սա էլ այն դեպքում, երբ որ այսօր առավոտյան ես այդ կարգապահական հանձնախումբին նամակ եմ ուղարկել, որով որ իմ համաձայնությունն եմ հայտնում, որ կգամ ու ներկա կլինեմ այդ հանձնախումբի, այսպես ասեմ, նիստին, որտեղ որ իմ հարցը քննարկվելու էր։ Բայց դուք չեք գնացել նախկինումներից եք։ Նախկինում ուրեմն եղել են հրավերներ, 2 այլ հրավերներ եւս եղել են, եւ ես ուրեմն աշխատանքային էթիկայի կանոններից ելնելով խնդրել եմ իրենց, որ լուսաբանեն իրենց հրավիրելու նպատակը, որ չի նշվել, թե ինչ նպատակով են ինձ հրավիրում եւ որից հետո երկրորդ նամակն է եկել, ես դարձյալ խնդրել եմ, որ էթիկայի նորմերը պահենք, վերջապես եթե պետքա ես դատի մասնակցեմ, կանգնեմ ատյանի առաջ, ես նախորոք պետքա իմանամ, թե ես ինչի համար եմ դատվելու, իսկ պատասխանը, որ կգաս տեղում կիմանաս, կգաս այնտեղ կասես։ Եվ այս կերպ նաև ես այս ամեն ինչի մեջ իմ լսված լինելու իրավունքն եմ ոտնահարվածտենում, ինչը եւս օրինական չէ, որովհետեւ առհասարակ տեսնել դատ ու վերջին խոսքը չլսել դատվողի, միանգամից դատել, հետաքրքիր է, չէ, որ նամակ էի ստացել ես 3 նամակ էի, այսինքն 3 ինձ կարգապահականի քարտուղարը գրեց, որ ինչու չես եկել կարգապահականի այս նիստին, չես տեսել, դրա համար չես եկել, ես իսկապես չէի տեսել, իմ մեյլը չէի թարմացրել, իմանալու համար, որ պետք է այնտեղ ներկա լինեմ, բայց ես այսօր առավոտյան իրեն պատասխանացի, որ իսկապես ես չէի տեսել, որ դուք ինձ հաղորդագրություն եք ուղարկել, որտեվ մեյլս չէի թերթել, բայց պատրաստ եմ գալու, օր ասեք, ժամ ասեք եւ ես կգամ, բայց ոչ օր ասեցին, ոչ էլ ժամ ասեցին, ըստ երևույթին ինձ թվում է, որ ձեռնտու չէր իմ գնալը, որովհետեւ եթե խոսեի, շատ բաների մասին էի խոսելու, իսկ հավանաբար սա իրենց ձեռնտու չէր, որ լսեին այն ճշմարտությունը, որը որ իմ շուրթերից կբարձրաձայնվեր։ Եվ ես մի շատ կարևոր բանի մասին կուզեմ, որ մեր ժողովրդը իմանա։ Եթե կարգապահական հանձնախումբ է, սա եկեղեցու կարծես դատարանի դերն է ստանձնում, չէ՞։ Եվ այնտեղի դատավորները պարտավոր են լինել անաչառ։ Եվ այս իմաստով նախ տեսնում ենք, որ արդեն իսկ կանխակալ վերաբերմունք են ցույց տվել, առանց իմ ներկայության, առանց իմ խոսքը լսելու, արդեն իսկ ինձ դատել են։ Եվ մի շատ կարևոր բան ասեմ, մի շատ կարևոր բան, էլի խնդրում եմ ընդհատեք, որ սրա մասին մեր հանրությունն իմանա։ Վերջերս, ուրեմն մենք շատ հայտնի ձայնագրությունը լսեցինք ու խնդրում եմ, որ սա չկրճատվի, չհանվի, որտեղ որ Նաթան arքեպիսկոպոսը եւ աղան Աբեղան խոսակցություն էին ունենում, որտեղ պարզ դարձավ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը ստիպել է կամ առաջարկել է այս որդեկորույս մորը եւ զոհվածի եղբորը վերցնելու իրենց եղբոր լուսանկարը, նոր զոհված, կարծես այն ինչպես խոսքն է ասում, դեռ արյունը չսառած, գնալ Հանրապետության հրապարակ, կանգնել հրապարակի մեջտեղում եւ գոռալ Նիկոլ Դավաճան։ Անկամ ցավը, որ մարդը կարող է իր զավակին կորցնելուց հետո ունենալ, փաստորեն այս մարդը անգամ որդեկորույս մոր ցավը չի հարգում եւ այդ ցավի մեջ փորձում է օգտագործել, այս տղայի ապագան վտանգի տակ դնելով, որ գնա ու քաղաքական ելույթ ունեցիր գոռալով Նիկոլ Դավաճան։ Ու այս օրերին ես ուշադրություն էի դարձնում, այս կանոնական հանձնախմբի, ղեկավար, դատավոր կոչված հենց նույն Նաթան Սրբազանը եւ իր հետ եղողներ այն մարդիկ, ովքեր որ ինձ դատել են։ Արդյոք
իրոք որևէ խոսք հնչեցրեցին այս թեմայի մասով, թե ոչ, թե այն համարեցին լկտի սուտ ուղակի, որը որ ուղակի հերքելը անհնար էր, եւ ես ակնկալում եի այս երկու օրերին, որ այդ մարմինը, որը կոչված է դատելու բոլոր նրանց, ովքեր որ անարդարություն են գործել, իսկ անարդարությունը կարող է գործվել ոչ միայն սարկավագի կամ քահանայի կամ աբեղայի կողմից, այլ նաեւ եկեղեցական ամենաբարձր պաշտոնները եւ կոչումները ստանձնած մարդկանց միջոցով։ Ուրեմն լինելով դատարան, այս դատարանը եւ դատավորները այս երկու օրերի ընթացքում անհապաղ պետքա տեսնեին մեկի դատը, ով որ որդեկորուս մորը այսպիսի առաջարկություններ անում, անելու մի բան, որը բարոյական էլ անգամ չեմ համարում։ Ոչ միայն հոգևոր չեմ համարում, ոչ միայն եթե դատարանը կարող է սխալվել այս պարագային, ուրեմն իմ մասով եւս դատարանը սխալվել է եւ ես ակնկալում եմ, որ դատարանը իր սխալը ուղղի։ Իսկ չեք հեռանալու։ Իհարկե չեմ հեռանալու։ Այո, հեռանալ ով է ինձ հեռացնողը։ Մարմինը, որը որ սխալ եթե արդարորեն ունի մոնարխիկ իշխանություն։ Ով է ասել, որ վեհապարը ունի մոնարխիկ իշխանություն։ Այդպես է կարգել։ Եկեղեցում ունենք օրենքներ։ Հիմա դուք նույն ձևով ասում եք, որ եթե համեմատելու լինեմ, կներեք։ Վարչապետը ունի մոնարխիկ իշխանություն եւ դատարանների վրա պետքա հրահանգներ իջեցնի։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Պետությունը եւ եկեղեցին անջատ են, բայց օրենքները գործում են երկուսում էլ։ Եթե այս թեզը շարունակում ենք, ուրեմն եկեղեցին օրենքներով չի գործում, այլ օրենքները ծալել ենք դրել ենք մի կողմ, մոնարխիկ իշխանություն ունեցող ամենայն հայոց կաթողիկոսը օրենքով Տեր Արամ, դուք օրենքով չեք քահանաոցվել, եկեղեցական կանոններով եմ օծվել, հետեւաբար եկեղեցու կանոններով չեք կարգալույծել։ Ոչ, որ կանոնով։ Դուք ինձ ասեք, ես ընդմեջ բերեմ ներողություն։ Կարգալույծ չեք եղել։ Իհարկե չեմ եղել։ Ինչ որ մեկը իր սենյակի մեջ նստել է սպիտակ թերթիկի վրա, ինչ որ բաներ է գրել եւ մեկին զրկել է քահանայությունից կամ իր ժողովրդին զրկել է քահանա ունենալուց, դա էլ են դեպքում, երբ որ օրենքով չի արել, այլ իր սեփական, այսպես ասած, սեփական ցանկություններին հագուրտ տալու պատճառով։ Ինչ որ ասելով ու նկատի ունեք վեհապար հայրապետի։ Այդ ամբողջ կանոնական մարմնին, կարգապահական մարմնին, եւ եթե ամենայն հայոց կաթողիկոսն էլ է այդպես մտածում, իրեն էլ եմ ասում, այո։ Տեր Արամ, դուք պետության օրինակը բերեցիք։ Տեսեք, ասում եք, եթե վարչապետը, օրինակ վարչապետը կարող է որևէ նախարարի հեռացնել։ Այո։ Եվ այնուհետև եթե նախարարը կարծում է, որ խախտվել է իր իրավունքները, դիմել դատարան եւ դատարանով վերականգնել, չգիտեմ եւ այլն։ Հիմա եկեղեցում կա, փաստացի, եթե ձեր օրինակով եմ բերում, կառավարության ղեկավարը, այսինքն վեհապարը, եկեղեցական կարգով, ձեզ կարգալույծ է արել, հիմա դուք ինչ մեխանիզմով եք վերականգնելու ձեր իրավունքները։ Ես անկեղծ ասած վերջին լուրերին հետևելով, թեկուզ մենք էլ նայում ենք լուրերը, տեսնում ենք, որ հաճախ լրատվականների կողմից մեկնաբանություններ է հնչում, որ X պաշտոնյան արել է մի բան, օրինակ, որը օրինական չէ, եւ դուք քննադատում եք այդ ամենը։ Հիմա ես լինելով եկեղեցական, նույն կերպ ես էլ իմ քննադատությունն եմ անում այն մարդկանց հասցեին, ովքեր որ օրենքներով, եկեղեցական կարգ ու կանոնով չեն առաջնորդվում։ Ես հիմա դրա համար ասում եմ, այն ամեն ինչ որ այստեղ գրված է, որ կանոնի մեջ է, խնդրում եմ ինձ նշեք նաև կանոնը, որ ըստ այս կանոնի մենք որպես դատարան, եկեղեցու դատարան իրավունք ունենք նման բան անելու։ Տեր Արամ, կարգալուծության կարգ կա եկեղեցում, ըստ կա նման կարգ։ Կարգալուծության կարգ կա, բայց ձեզ պիտի խնդրեմ, որ գնաք հետաքրքրվեք, թե Մայրաթոր Սուրբ Էջմիածինը վերջին անգամ իր կանոնագիրքը երբ է բացել եւ կարգալուծություններ անելիս նմանատիպ, որ կանոնով է առաջնորդվել։ Վերջապես, այսպիսի մի բան ասեմ, մեզ համար որպես ժողովուրդ, եթե մենք ուզում ենք ունենալ լավ եկեղեցի, մենք պետքա առաջնորդվենք կանոններով, ոչ թե անձնական ամբիցիաներով։
Առողջություն այդքան էլ ճիշտ։ Բայց կնունք եք անում, դա կանոնի խախտում չէ։ Կանոնի խախտում է, տեսեք, այն դեպքում, եթե այս կարգապահական հանձնախումբը ճիշտ վճիռ կայացրած կլինի։ Ես իրենց վճիռը չեմ ընդունում։ Ես իրենց վճիռը չեմ ընդունում։ Էդ էլ այն դեպքում, երբ որ ես իրենց ատյանի առաջ չեմ կանգնել եւ իրենք ինձ չեն տվել հարցեր եւ պատասխաններն էլ չեն ստացել։ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է հայ եկեղեցին։ Ինչպես չեք գնացել։ Ձեզ ցույց եմ տալիս նամակը։ Եթե կարելի է նամակը ցույց մի տվեք։ Չէ, չի կարելի ցույց չտալ, այսպես բան կանեմ։ Այս եւ նմանատիպ հարցերը նկատի ունենալով որոշակի բաներ գրել եմ, պատրաստ եմ հանդիպել կարգապահական հանձնախմբին, խնդրում եմ տեղեկացնել ինձ կարգապահական հանձնախմբի հաջորդ նիստի օրը եւ ժամը։